Սաղաթելյան արդեն տեսնում ենք, որ մյուս կողմից սադրիչ գործողություններ են իրականացնում։ Դրա համար են եկել։ Արդյոք բախումներ կլինեն։ Չեմ կարծում։ Գերագույն գլխավոր սադրիչը ստեղ չի։ Չեմ կարծում բախումներ կլինեն։ Սա կարող ենք համարել զգոնության այսպես փորձ, իշխանությունները փորձում են ստուգել արձագանքներն ինչպիսին կլինեն, որ արդեն ավելի մեծ պրոյեկտներով կան այստեղ։ Իհարկե, ինչ-որ կերպ նաև փորձում են, ու շատ ողջունելի է մեր հայրենակիցների, մեր ժողովրդի այս ծավալի մասնակցությունը, սրանով շատ պարզ, ուղիղ իրենց աջակցությունն են հայտնում վեհափառին և Սուրբ Առաքելական եկեղեցին։ Մեկ կողմից չի լինելու, բայց բնականաբար մենք պաշտպանելու ենք։ Դե դրա համար են եկել։ Գլխավոր սադրիչը ուղարկել է մնացած սադրիչներին։ Էսա Հայաստանը այսպես բաժանել է։ Էսին Նիկոլի գիծն է, որ քաշել է։ Այն կողմում հակահայ, եկեղեցու դեմ պայքարող թրքապատակ մարդիկ են, այս կողմում մարդիկ պաշտպանում են ընդամենը իրենց եկեղեցին։ Իշխանությունները քննադատում են, որ ընդդիմադիր ուժերը, նաև դուք, քոչարյանականները, ռուսաստանաբնակ օլիգարխի կողմնակիցները կաթողիկոսի հրավերով այստեղ մասնակցում եք և միջամտում եք եկեղեցու ներքին գործերին, սա մեկնաբանեք։ Չենք միջամտում թուրքերից ու թշնամիներից պաշտպանում ենք հայ առաքելական Սուրբ եկեղեցի ու այն սադրիչներից ու պաշտպանելու ենք մինչև վերջ։ Այսպես կանգնելու ենք ու պաշտպանանք մեր եկեղեցին, թույլ չտանք այդ սադրիչներին հարձակվել, թիրախավորել մեր եկեղեցին։ Կաթողիկոսի հանդիպում ունեցել եք վերջին շրջանում որևէ խոսակցություն։ Ոչ։ Ընդհանրապես շատ են եղել, բայց այս վերջի շրջանում չէ։ Ասաղաթելը սարցիկ բառակցում չէ, մի մասում վեհափառի հեռացում են պահանջում, մի մասում աջակցություն վեհափառի են ներժողովրդի։ Հանրապես հայ ժողովրդի համոթն է։ Իհարկե պառակտում է, բայց այս գիծը քաշել է Նիկոլը, ու մենք պետք է պահենք մեր եկեղեցին, ուրիշ տարբերակ չունենք։ Էսա այսօր դժբախտաբար հայկական իրականությունը, մենք էջ միացնում, ստիպված ենք պաշտպանել հայոց վեհափառին և հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Էս է իրականությունը։ Որականները այսօր հաջողության կհասնեն։ Իհարկե չեն հասնում, ոնց կարան հաջողության հասնել։ Իրենք ձախողված են ու բոլոր նրանք, ովքեր դուրս են եկել եկեղեցու դեմ։